Քաղաքացիները չեն միանում Նիկոլ Փաշինյանի կոչին եւ չեն գնում պատարագ իր հետ։ Ես դուք անի ներկարարյանն եք, չէ՞։ Ամենայն հարգանքով ձեր նկատմամբ դուք լրագրող եք, ճիշտ է։ Ու դուք հիմա ասում եք, որ քաղաքացիները չեն գնում, չեն միանում, չէ՞։ Ես մի անգամ տեսա, որ դուք ձեր էջով, դուք լրագրող եք, կիսվել եք մի Facebook-յան էջով ավտոզապչաստ։ Ավտոզապչաստ, որը ինչ որ տենց վատ բառապաշարով բան էր գրել Նիկոլ Փաշինյանի եւ մեր իշխանության մասին, եւ դուք կեղծ էջը, այսինքն ակնհայտ fake էջը, մարդ չի։ Մի րոպե։ Ես չէ, screenshot չէ, հիմա բացեմ նայեմ, էլի։ Հա, չէ, բայց հասկանում եք լրագրողը, ես ամենայն հարգանքով ձեր նկատմամբ, ամենայն հարգանքով, անգամ չգիտեմ, որ լրատվամիջոցում եք աշխատում եւ հա, շատ լավ, շատ ուրախ եմ, բայց լրագրողը երբ որ իր անձնական էջում կիսվում է ավտոզապչաստ էջի, թող սա գովաստ համարվի այդ էջին, ես դեմ չեմ անգամ, բայց ավտոզապչաստ էջը գրառում է անում, օրինակ վարչապետի մասին կամ ՔՊ-ի մասին, ինչ որ վատ գրառում եւ լրագրողը, որ աշխատում է լրատվամիջոցում, այնպես չի, որ կիսվում է դա, ու հիմա դուք հարցում եք մարդիկ չեն միանում։ Ես շատ ուրախ եմ, որ օրինակ վարչապետի այս գործընթացին չեն միանում ավտոզապչաստ էջերը, չեն միանում ինձ վրդովեցրել է, ոչ թե վրդովեցրել է, ինձ զարմացել եմ, որ լրագրողը, գործող, աշխատող, լրատվամիջոցում աշխատող լրագրողը իրավունք ունեք։ Ինչ պետք է հարցնեմ իմիջ։ Չէ, ես ասացի հարցրեք, ես ասացի զարմացել եմ, որ գործող լրագրողը իր անձնական էջում ավտոզապչաստ էջ է կիսում, որտեղ շատ լավ, չէ, այդ ժամանակ շատ վաղուցվա էջ է, բայց եկեք դրա մասին շատ չխոսանք, էլի, մի քիչ կթողնեք, ուղղակի օպերատորները խնդրում են առաջ գան, բայց դուք չեք թողնում, գանք առաջ, լավ է, շնորհակալություն։ Հնարավոր է, որ Փաշինյանը այս ընթացքում հասկացել է, որ աներձակի ներկայություն ազգային ժողովում նաև խանգարում է ԽԾԲ հայտնի այդ խոսակցությունների հետ կապված, որ այլևս չպետք է դուք այո, մաքրվի ձեր ցուցակ աներձակներից, գործընկերներից։ Ուրեմն նախորդ ազգային ժողովի ընտրություններից մեկից, չեմ հիշում, 18-ի ցուցակում թե 21-ի, ես բավականին հետ էի եւ ես էլի ինձ հարցեցին իսկ ինչ եք այդքան հետ ցուցակում, ես ասացի, որ ես այդ տեղում եմ, որ դա մեր վերաբերմունքն է ԽԾԲ-ին։ Հիմա ինչու՞ չէ նաեւ բացի այն, որ ես ուզում եմ մի փոքր չզբաղվեմ ոչ շատ ակտիվ քաղաքական գործունեությամբ, կարելի է նաև դիտարկել, որ սա էլ եւս մի փոքրիկ էլեմենտ է այդ ԽԾԲ-ի վերաբերմունքի։ Ես ինքս եմ։ Ոչ։ Որ շատ էր։ Փաշինյանը խոցելի չդառնա ձեր հետ կապված, որ անդադ ասեն աներձակը այ խորհրդային։ Համել ման եմ գալիս այդ բանը, որ գտնեմ։ Բայց ասեք նոր գտեք, Հա, հետևում եմ, մենք ընկերներ, հա։ Որ այդ խոցելի չդառնալու համար, այսինքն որ աներձակը Փաշինյանի խորհրդարանում է։ Կարծում եմ ես այսքան ժամանակ ապացուցել եմ, որ ինձնով խոցելի չի դառնում Փաշինյանը, որովհետև այնպիսի քաղաքական գործիչ չեմ, որով Փաշինյանը խոցելի կդառնա։ Դե չեմ արել, էլի, եթե չգիտեմ դեռ ինչ որ զբաղվում, Շողիկ ջան, չգիտեմ։ Չասեցի չեմ աշխատելու, ասում դեռ չգիտեմ ինչով եմ զբաղվելու։ Դա չի նշանակում առանց աշխատանք եմ ապրելու։ Որ չգիտեք դեռ
խորհրդանից դուրս եք գալու, մինչև հիմա չգիտեք ինչ եք անելու, նշանակում աշխատանք չեք անելու, դուք ինչ-որ բանով պիտի ապրեք։ Դե կապրեմ, ինչ-որ աշխատանքով կզբաղվեմ, ես ասի դեռ չեմ որոշել։ Ես դեռ չեմ որոշել ինչով եմ զբաղվելու, բայց վստահաբար ինչ-որ բանով կզբաղվեմ։ Հույսը նրանց վրա չեք դրել, այսինքն դուրս եք գալիս նրանց վրա հույս չդնելով ձեր սեփական։ Ինչպես եւ նախկինում, երբ որ падգամավոր չէի, ես իմ միջոցներով էի վաստակում գումար եւ ապրում։ Այսինքն հիմա էլ եք տեսնում, որ այդ խնդիրը կա ԽՑԲ-ի եւ ձեզանով ուզում եք օրինակ ծառայեք, որ Ես չեմ տեսնում, դուք չէ, որոշ լրագրողներ տեսնում են այդ խնդիրը, ես չեմ տեսել տենց խնդիր, արդեն ասացի, որ դե ասի փոքրիկ էլեմենտ կարելի է համարել, որ դրանով նաև այո մի փոքրիկ էլեմենտով ցույց ենք տալիս մեր վերաբերմունքը այդ ԽՑԲ-ին։ Պարոն Հակոբյան, Եկել չեք գտնում։ Չէ, Ես հիշում եմ, բայց վստահ չեք ջնջի, չէ։ Չէ, չեմ ջնջի, անպայման կսպասեմ, որ Ես կգտնեմ կուղարկեմ, որովհետև լուրջ սպասեմ անհապ։ ես Բայց դժվար թե ես այդ Չէ։ Ես եթե ուրիշ անին երկարարյան չկա, չէ, դուք եք, չէ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը էթիկայի կանոնագիրք ընդունեց, սա ինչ եք կարծում, ինչպես կմեկնաբանեք Արման Թաթոյանի ասուլիսից հետո հնչած խոսքերի շարունակություններ, որովհետև պարոն Թաթոյանն ասում էր, որ եթե ես այդպիսի պաշտոնյա ունենայի, ապա նրա վիզը կփոկեի։ Հարցը կասեք։ Ինչի արդյունքում ընդունվեց այս կանոնագիրքը։ Այդ կանոնագիրքը մեզ է վերաբերում, Արման Թաթոյանին չի վերաբերում։ Չէ, ասում եմ մեզ է վերաբերում։ Մենք մեր ասածներից ենք ազդվում, մենք համարում ենք, որ մենք չպետք է տրվենք Փաշինյանի ասածներից եք ազդվել։ Ասեք, ամենայն դեպս, եթե անենք նման կանոնագիրք, հա, ես չգիտեմ, ամենայն դեպս քննության առարկա կդառնա։ Ամենայն դեպս այդ հարցը կքննարկվի կուսակցությունում։ Մինչ այս պահը նմանատիպ հարցեր կարող էին քննարկվել, կարող էին չքննարկվել, իսկ հիմա ըստ այդ կանոնագրքի չգիտեմ, չեմ կարծում Փաշինյանի գրառումներն էլ Փաշինյանը ինքը դրանց մասին խոսել է, որոշ դեպքերում նաև ներողություն է խնդրել։